Նիկոլ Փաշինյանը այսօր վաղ առավոտյան իր ֆեյսբուքյան էջում նման սկանդալային գրառումով հանդես եկավ։ Մենք զրուցել ենք մեր քաղաքացիների հետ հասկանալու, թե նրանք ինչպես են ընդունել եւ ինչպես են գնահատում Նիկոլ Փաշինյանի այս բառամթերքը։ Սրբազան գնա ինչ շարունակիր քերուտ կնգան այսպես բան ասե։ Իր ֆեյսբուքյան էջում է գրառում։ Ինչ գործ ուներ։ Դեր գնահատականը վարչապետին վայել բառամթերք էր սա։ Դե վայել չի, բան չունեմ ասելու, բայց ես ճիշտ ասած շուտ կասկածում եմ, որ sense բան ասածել է։ Չէ, պետք չի ցույց տալ, որ ասում եք հավատում եմ։ Ուղղակի ես մի մոմենտ լսեցի ինքը բանի մասին էր խոսում, որ այս եկեղեցիների կեղտոտ են, դե զիբիլա, այդ բանի հետ համաձայն եմ։ Դե գնում ես եկեղեցի, դե շինարական ինչ-որ գործիքներ ակցած կամ փեդեր, մեդեր, բան չունեմ, բայց դե որ սենց հայհոյանքով է մի քիչ Ասում դոգին է փոխարինել։ Դոգին ընդհանրապես ես որպես մարդ չեմ համարում, ես ոչ է նայում եմ, բայց դե հա սիրուն բան չի, բան չունեմ ասելու։ Դոգին ընդհանրապես ես որպես մարդ չեմ համարում, ես ոչ է նայում եմ, բայց դե հա սիրուն բան չի, բան չունեմ ասելու, Աչիկ ջան, ինչ ասեմ։ Ինչ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարել է, շատ ճիշտ է հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասել է, շատ ճիշտ է։ Սխալ հասցեև եկար։ Դե գնա աղջիկս։ Ասա վարչապետին վայել էր։ Իրա բոլոր բառամթերքը մեր ժողովրդին է վայել։ Արխային գնացեք։ Սրբազան գնա շարունակի քերուտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ է, հիմարություն, ապուշություն։ Նման վարչապետին վայել ոչ, դա նույնիսկ սովորական քաղաքացին իրավունք չունի նման ձևով արտահայտվելու։ Ասում են դոգին է։ Շատ անհասկանալի հայտարարություն է եւ ոչ վայել վարչապետին։ Ինքը ինչ ա արել այսքան ժամանակ մեր համար։ Ինքը սաղին խափեց իր արարքներով։ Բառամթերքը վարչապետին վայելը։ Ես իրան սկզբից ոչ սիրել եմ, ոչ հարգել եմ, ոչ էլ իրան վարչապետի տեղ եմ ընդունել։ Իհարկե կներեք։ Օրինակի համար կար Տոֆիկ Աղաև ռեժիսոր դասախոս սովետական տարիներին ու մահացել է եկա։ Նա ազգանունը փոխել դառավ Անատոլի Աղայանց։ Թուրքերը ադրբեջանցիք Փաշյանին որ նշանակեցին պրեզիդենտ ծիծաղեցին, ասին Փաշիև։ Օրինակ սա իր տեղը լինեի Փաշյան որն է Նիկոլ Աղայանց ցանել կավելացնեի ու մնալ հավատարիմ մեր եկեղեցուն, մեր կրոնին, ես չգիտեմ թե հիմա այդտեղ ինչա գրած, ինչ կապ ունի դա կաթողիկոսի թե ինչի հետ, ես չեմ կարող ասել։ Ցան շարունակիր, ինչ քերուտ գնամ դոմփել ինձ հետ։ Ես քաղաքացիություն չեմ զբաղվում, քորջանկաներես։ Ես ավելի շատ ինձ հետաքրքրում է հասարակ այն որ մարդու որ ասած լավ լինելը, վերաբերմունքը որ մի ժպիտ լինի։ Որ մարդու իմաստ ես քաղաքացիություն չեմ նման բառամթերք է օգտագործել։ Մարդիկ բանով չեն զբաղվում, քորիչան ով ինչ արտահայտում ոնց անում չգիտի։ Աննասուն է ինչ գնահատական։ Շուտվանից ես իրան կսատկացնեի։ Շուտվանից։ Ասում են դոգին է փոխարինել, դոգի բառ։ Որ սև շանը ուզում է փոխարինի։ Իր տեղը գետնի տակ է, կամ ինչքան շուն կա, սոված, սա Հայաստանում պետք է հավաքել, սրան գցել մեջ տեղը, որ մանր դանդաղ ուտեն սատկի, իրականոչն էլ հետը, լակոտներին էլ հետը։ Մի խոսքով իր կամանդան խուլիգանների հավաքածու, խուլիգանների, ինքն էլ գլխավորը։ Մենք ենք անուղեղ բոլորս, որ մինչև օրս իրան հանդուրժում ենք։ Այդ արդեն ես նույնիսկ արդեն մեզ ոչ մեկից չեմ հարգում, որ մենք այսքան երկար ոչինչ չեն կարողանում անել, էլի ոնց կարելի է։ Ահավորությունն է սա, այս ինչ է։ Թքես երեսին քիչ է։ Կարտացել եմ, գիտեմ, շատ ճիշտ ասել, շատ լավ արել։ Եթե մարդը անգրագետ, կիսագրագետ է լինում, տեսեք ինչ հայհոյանքներ տվեցին, կանայք են նայում, աղջիկներ, երեխեք, բայց դա ղեկավարին չակերտավայել բանա, կամ այսօր բոլորը դուխով են, են Արսենյան Թորոսյան, Արսենային Զիբիլա, որ կանգնել է, են հայհոյանքները, ինչ ասեմ, երկիրը պետք անեն ղեկավար ունենա,
որ ժողովուրդը հաճույքով գնա հետևից, ոչ թե ամեն քայլափոխին հայհոյանքներ, չգիտեմ ինչ։ Շատ վատ։ Իհարկե։ Վարչապետին վայել բառամթերք է։ Ոչ։ Խուլիգանություն չեք։ Այո, խուլիգանություն է, եթե իրականում կա այդ գրվածքը։ Այդ բառապաշարը իրանց շատ սազում է։ Ոչ հայ մարդուն պատիվ բերող արտահայտություններ անում։ Չեմ ուզում ոչ մեկը նահատական տալ ճիշտ ասած։ Որովհետև այսօր լուրերը չեմ նայել, ես չգիտեմ դա ինչ հատված է։ Հենց Կներեք ուղղակի դա ամբողջական է։ ինչ ասեմ, գնահատականը ես չի որ պետք է կամ։ Չեմ սիրում ես։ Եկեք ամեն ինչին ռեալ նայեք, ռեալ ձևով մեկնաբանեք եւ այն ինչ որ բերում հասցնում է դրան, մինչ դա հարկավոր է մի հատ վերլուծել, ինչից ինչ է առաջան։ Ինչ տամ։ Օգուտություն է նրան, ինչ տաս։ Ու մտածում եք նման կրթություն ու նման մարդը կարա դոգին փոխարինի։ Անգամ խելացիությամբ իրանք իրար հետ չեն կարող մրցել, որտեղ այս մարդը բացարձակ զրո է։ Ինչի մասին է խոսքը։ Մենք վախենում ենք վաղվա մեր երեխաների ապագաների համար։ Ոչ ունենք հիմա ներկապայիս երիտասարդություն, ոչ ունենք ծերություն։ Ինչի մասին խոսեմ ես։ Այս մարդու նկարը որ տեսնում, չգիտեմ ինչ եմ մտածում, իրա ու իրա ընտանիքի մասին։ Ուզում եմ հասկանամ, իրանով է ծննդաբերել։ Այդտենց հայտուն կա, որ նման զավակ կուզի ունենա։ Ժողովրդին հարգում է, որ հոգևոր դասի նման կերպ է։ Հոգևոր դասը պետք է իրանց նմանների ծնունդները կանխեն, որ նմանատիպ մարդիկ չծնվեն։ Այ այդ կասեմ, հոգևոր դասը, այս մարդը որ մտնում է եկեղեցի, ինքը անգամ չգիտի ոնց պետք է խաչակնկվի։ Այս մարդու падգամավոր ընկերները չգիտեն Հիսուս Քրիստոսն ինչի մասին է խոսում, ինչի մասին է քարոզը։ Ինչ են իրանք սովորացնում այս ժողովրդին։ Հայ ընտանիքներում միջև մարդիկ աղոթք չեն տվել, փառք չեն տվել Տիրոջը իրանց լույսը բացվելու համար ու իրանց մի կտոր հացը ունենալու համար չեն նստել սեղան։ Տենց չի եղել։ Էսի ուր ենք հասել, ուր ենք գնալու, մենք բոլորս անհանգիստ ենք մեր երկրի համար։ Ամեն քայլափոխին պատահում են այլ ազգեր ու մենք հենց չգիտենք ովքեր են իրանց ու մենք վախենում ենք մեր երեխաների համար, ովքեր որ տանից դուրս են գալիս։ Միջև չենք տանում, չենք տեղավորում, չենք կարողանում գալ, աշխատել, հանգիստ լինել, որ մեր երեխեքը կարող է տանից դուրս գան։ Ամեն պահի վտանգ է սպառնում։ Ինչի մասին խոսանք այս մարդու հետ։ Ուր է տանելու մեզ այս մարդը, միջև ուր պետք է գնանք։ Երևի միջև ընդեղ, որ բոլորս կհանձնվենք։ Կամ պետք է թողնենք ուղղակի գնանք, իրանց մնան իրանց տան անդամներով, մեկ էլ այն իրանց հին փաբի արկագոլիկ մասայով, որոնք որ մշտապես պարկերը կուտակում են, խմի կեֆարա։ Այս քաչ նազարն է, էլի։ Մի օր թարս կնստի, կհասկանա, որից հետո է։ Տղամարդիկ, կանայք չգիտեմ ոնց թասիբով տղամարդիկ կհայտնվենք, մի պատի տակ իրան կբացատրեն երևի, որից հետո է լինում։ Իրանց ոնց որ իրանք են ասում, անմակարդակների հավաքածու։ Ինչ ասեմ, իրար արժանի են երկուսն էլ, թե այն կողմի ժողովուրդը, թե այս կողմի, որ մարդկանց այդքան հանեցին փողոց, անցած տարի մայիսին, որ էլի ժողովրդին այսքան հույս տվեցին, վերջում բոլորին ցերեցին տներով։ Իսկ վարչապետին վայել էր նման բառամթերքը, մարդիկ ասում են դոգին է փոխարինել, խուլիգանություն է անում։ Թե վարչապետին արդեն 7 տարի բոլորս գիտենք որտեղից է եկել, ինչ դաստիարակություն ունի, ինչ կրթություն ունի, ինչերի միջով է անցել։ Ինքը ինչ ասեմ, կամակատար է։ Մեր ամոթն է մեր երկրի, ինչ կարամ ուրիշ ասեմ։ Թուրքի դրած կամակատար է։ Ու շարունակում է մեր երկիրը կործանել, ցավոք սրտի։ Ուրիշ ավելացնելու բան չունեմ։ Դες հիմարի հետ ինչ խոսա։ Բայց միջոցառումից եմ դալը գլուխս կամ։ Բայց ինչ հատական կտակ։ Գրառում եմ իրապես կտազա։ Մեր հոգևոր դասին է ասեց։ Չէ, ես պետք է քֆուր տամ, եթե դու քֆուր սիրում ես, քֆուր տալու, եթե չէ, չեմ պատասխան։ Եկեք զերծ մնանք էլի ես։ Այս երկրի քաղաքացիներ։ Գիտեք ինչու զերծ մնամ, որովհետև հատուկ վերաբերմունք ունենք վատ։ Եվ առհասարակ 18 թվից հետո մարդու կյանքը դեպի վատ փոխված անձի պատճառով թույլ տվեք ասում լեքսիկոնս չփչացնեմ եւ
ուղղակի զերծ մնամ նրանից, որ երևի ինքը ճիշտ է, եթե անցել է մոտավորապես 7 ժամ ու տարի եւ ժամ այսօրվա իր հայտարարությունից ու որևէ բան չի փոխվել երկրում, առնվազն ազգային անվտանգությունը իրանով չի զբաղվում, ուրեմն երևի ինքը ճիշտ է, չեմ կարող ասել։ Իսկ դուք ավելացնել բան չունեք, Ես սա ավելանց- խուլիգանություն չէ, դոգին է փոխարինում փաստորեն։ Հիմա սա խուլիգանություն է, բայց հիմա անուղակի իր ռեկլամն է գնում։ Այս պահին իր ռեկլամն է գնում։ Ես ուրիշ բան չունեմ ասելու, այլ բան ու գործներս թողած ընկել ենք, թե մի անասուն ինչ պետք է ասի, ինչ անենք։ Մեր քաղաքացիները հարցումի ժամանակ ասում են ժամանակը գալու է եւ նրան տանելու են պատի տակ, Ոչ մի տեղ մեզ ավելի շուտ կտանեն պատի տակ, քան թե իրան։ Եթե մենք արդեն 7 տարի հանդուրժում ենք, ինչ ժամանակի մասին է խոսքը։ Ինչ ժամանակի մասին։ Հիմա մենք ես ու դուք հիմա անուղակի իրան PR ենք անում, որ 26 թվին նորից գնանք ձայներս տանք իրան։ Բայց այսքանից հետո նրան ընտրել։ Եթե 21 թվին 680,000 է ընտրել, Աստված ջան, Հիմա իհարկե, 680,000 անասուն էլի կգտնվի Հայաստանում։ Չէ, ինձ թվում է ավելի շատ։ Չակերտավոր եմ ասում։ Հայ ելում իր ասեն։ Ու հավես չունեմ ես KGB գնամ արդեն 75 տարեկան։ Ջորջ ջան, պետք չի իշնել այս մակարդակին, վիրավորական է ուղղակի։ Ես չգիտեմ, սա մի դաշտ է, մի հարթություն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրը անգամ իրեն ոչնչացնելով ոչնչանում է։ Պիտի իրեն հակադրել այս ոչնչությունների դեմ։ Ոչնչով չես կարող ոչնչությունը ոչնչացնել։ Պիտի իրան հակադրել բարձր իրական արժեքները, որոնցից իրենք վախենում են։ Ասում ժողովուրդը ասում է դոգին է փոխարինել հիմա էլ։ Գիտեք, Ինչու է այս բառամութերքը օգտագործում, ինչ է ուզում սրանով հասկացում։ գիտեք, ես այն օր ասեցի, որ մտնել իրենց դաշտ, ցանկացած լեզվով իրանց դեմ վիճել կռվել, դա արդեն տանուլ տալ է նշանակում։ Այսօր պիտի ծնվի նոր համակարգը, նոր մարդը, նոր հայը, Կոստանդինյանի ասած Արարատյան մարդը, եւ դրա շուրջ պիտի ձևավորվի իրական երկրի իրական քաղաքացիներ, ամեն ինչը մեզ հետ կապ չունի։ Եվ այս համատարած ատելությունը, չարությունը, նույն ժողովրդի հուսահատությունը ինչ որտեղ դրական է այն առումով, նույն դոգի երևույթը, որովհետեւ դա ինքնապաշտպանական բնազդն է գործում, որտեւ այս համակարգում, եթե մենք արժանապատիվ տեսքով ներկայանանք այսօրվա կեղտի մեջ, մենք տանուլ կտանք։ Մենք պիտի ստեղծենք այն դաշտը, որտեղ կարելի է իրար հետ այսպես ժպտալով խոսել։